Լույս Բարիսելի հեռուստադիտողներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց Կենտրոնի առավոտը, մնացեք մեզ հետ, հետաքրքիր եւ բովանդակալից եթեր է սպասվում, աշխատանքային շաբաթն էլ մոտենում է կամաց իր ավարտին։ Այսօր օրորփաթ է, բոլորիս լավ առավոտ ենք մաղթում եւ իհարկե ասում ենք բարի լույս։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եղանակը ասում եմ ոչ մի կերպ չի ուզում մեզ ուրախացնել, որովհետեւ գնալով նվազում է, բայց այնուամենայնիվ ասում են, որ այս շաբաթ ավարտվելու է այս անձրևները եւ ցուրտը, որովհետեւ արդեն 4 աստիճան է իջել, +4։ Հուսանք, որ կամաց եղանակը կտաքանա, մեր տրամադրություններն էլ կփոխվի եւ իհարկե առիթ չենք ունենա որևէ բանից դժգոհություններ հայտնելու։ Ինչ վերաբերում է խոհանոցին, խոհանոցի հետ կապված երբեք դժգոհություններ չենք հայտնում, դեռ, որովհետեւ Վահեն ոչ միայն զարմացնում է, այլ նաեւ ամեն անգամ մեզ տալիս է հնարավորություն համեղ եւ առողջարար սնվելու, ինչն էլ նաեւ խորհուրդ է տալիս ձեզ։ Եթե չեք ալարում, հետևում եք ու Վահայի մտքերը տալիս են ձեզ հնարավորություն օրվա ընթացքում մի նոր բան պատրաստել ընտանիքի համար, ուրեմն էլ ավելի լավ։ Վահային ասենք բարի լույս։ Բարի լույս, այո։ Լավ ես։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, իսկ Վահեն այս վերջին շրջանում միակ ստաբիլ բանն է մեր կյանքում։ Այն ինչ որ կատարում։ Ոչ մի բան չի շեղվում Վահայի մոտ։ Ինչ որ շատ կարևոր զգացի սենց։ Ինչի անկարևոր է զգում։ Այ բոլոր մարդիկ կարևոր են այս կյանքում, եթե իրենք ճիշտ են ապրում ու իրենց գործը լավ գիտեն։ Ընտիր։ Այո, այս հունական է այսօր։ Ոչ, Իտալիա։ Այո, այսօր տեղափոխվում ենք Իտալիա եւ շատ հետաքրքիր առանց պիցայի Իտալիան կարծում եմ չես կարող բացահայտել։ Հետաբար այսօր իտալական երկու տեսակի պիցա ենք պատրաստելու, իտալական հենց խմորով, շատ հետաքրքիր խմոր է իդեպ, որը հենց կհիշեցնի Իտալիայի պիցայի համը, ուրեմն իտալական պիցայի պատմությունը շատ հետաքրքիր է։ Եթե մենք վերադառնանք պիցայի պատմությանը, որպես այդպեսին, դա պարզապես հաց է, որի վրա կա բանջարեղեն եւ մի շարք այլ մթերքներ։ Տափակ հաց, որի վրա ամեն ինչ կարելի լցնել, հա։ Վատ է հնչում Վահե, տափակ հաց։ Տափակ հաց։ Անիմաստ հաց։ Դե իրականում այդպես է ստեղծվել, ինչ թաքցնենք ասում է իտալացիների մեղքը։ Երբ որ Մարգարիտա Թագուհին Իտալիայի մեկնում է Նեապոլ քաղաք, այնտեղ իրեն հյուրասիրում են հաց, որի վրա բանջարեղեն է լինում տապակված տարբերակով ջեռոցում, ու հավանում է ու այդտեղից սկսվում է պիցայի այդպես պրոպագանդան, հա, հանրահռչակման այդ գաղափարը։ Եվ առաջին պիցան, որը որ այդպես կարելի է համարել ձևավորված պիցայի պատմության մեջ, Մարգարիտան է, մեզ շատ հայտնի, որովհետև դա իտալական դրոշի գույներն է հիշեցնում, ուրեմն 3 հիմնական բաղադրիչ ունի՝ տոմատի թանձրուկը, որը կարմիրն է, կանաչը բազիլիկը եւ իհարկե ունենք նաեւ մոցարելա պանիրը, որը սպիտակն է, այսինքն հիշեցնում է Իտալիայի դրոշը եւ տեղային էթնիկ խոհանոցի լավագույն ցուցիչներից մեկն է, որը կարող ես գտնել Իտալիայում եւ կարծում եմ աշխարհում չկա այնպիսի մի մարդ, որը չգիտի Մարգարիտա պիցան ինչ տեսքի է ընդհանրապես լինում։ Հետագայում իհարկե սկսեցին զարգանալ պիցաների տեսակները, իրենց մթերքները փոփոխվեցին, ավելացումներ եղան, դրանց հայտնիների շարքում էր նաև պեպերոնի տարբերակը, որը բոլորս գիտենք իհարկե, դա երշիկի մի տեսակ է, որը կիսապղտած վիճակում է լինում եւ բավական շատ յուղային տարբերակով, սա ամենասիրելի եւ ամենավաճառվող տեսակներից մեկն է ամբողջ աշխարհում։ Ինչն է զարմանալու, որ պիցան ոչ միայն Իտալիայում է հայտնի, պարզապես պիցա անվամբ է Իտալիայում հայտնի եւ իրենց կողմից հանրահռչակվեց պիցան ամբողջ աշխարհում։ Պարզվում է, որ բոլոր ազգերը ունեն պիցայի նախատիպ տարբերակներ, օրինակ հայերիս մոտ դա լահմաջոն է, որովհետեւ նույն պրակտիկայով է պատրաստվում, ինչ որ պատրաստվում է պիցան, այսինքն հացի խմոր կամ որոշակի խմորային բաղադրիչ, որի վրա ինչ որ մթերքներ է լցվում, կոնկրետ այդ դեպքում հիմնականում լինում է երկու տեսակի բանջարեղենային լահմաջո եւ լինում է նաեւ մսային լահմաջո տարբերակ։ Ինչու՞ չէ մենք ունենք նաեւ մուսալերան զեյթունով հացը, որ ձիթապտղով տարբերակը, որը բազմիցս պատրաստել ենք եւ շատ համեղ է, կարծում եմ իր դիրքերը չի զիջում իտալական խոհանոցի հետ միասին։ Ինչևից է, բոլոր ազգերի մոտ դա կա, բայց իրենց էթնիկ բնորոշ յուրահատկություններով կապված մսատեսակի, բանջարեղանի եւ էթնիկ ռելիեֆային տեսանկյունից ինչպես են այն մատուցում։ Հիմա այս բաղադրիչները ներկայացնեմ, ինչպես ենք մենք այսօր երկու տեսակի պիցա ստանում եւ ինչ բաղադրիչներից։ Նախ խմորին անդրադառնամ, խմորի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, մոտ 1.5 բաժակ 250
միլիգրամ բաժակով, այսինքն տաք ջուր, 4 խմորիչ է անհրաժեշտ, 1 ճաշի գթալ շաքարավազ, 1 ճաշի գթալ աղը կարող եք կես անել, որովհետև կախված քիմքից, ինչպես եք նախընտրում խմորի համը որ լինի։ Եվ իհարկե մոտ 90 միլիգրամ ավելացնում ենք ձիթայուղի ձեթ։ Սա շատ կարևոր, այսպես ասած, նյուանս է, որ ավելի համեղ է դարձնում խմորը։ Խմորը ունենք արդեն պատրաստ, այստեղից 2 պիցա դուրս կգա եւ ունենք կողքը մնացած բաղադրիչները, որոնցով պատրաստելու ենք հալվող պանիր, մոցարելա, խոզապուխտ, պեպերոնի պանիր, այստեղ կներեք, երշիկ ունենք բանջարեղեններից լոլիկ, քաղցր պղպեղ, ձիթապտուղ եւ հատուկ սոուս, որը ամենապարտադիր տարբերակներից մեկն է այս դեպքում։ Իտալական սոուս կարելի է համարել տոմատի մածուկ, օրեգանո, չորրեհան եւ իհարկե ձիթապտղի ձեթ։ Սա այն դասական տարբերակն է, որը քսվում է, այսինքն պատում են ամբողջ պիցայի մակերեսը, հետո մնացած բաղադրիչները շարում են վրան։ Այսքանը Բայց որ տանը պատրաստում ենք, միևնույն է, ինչ որ այն չի ստացվում։ Հա, ես էի ուզում ասեմ։ Կամ շատ է չոր, կամ չգիտես։ Մեկ էլ ուրիշ բան է ստացվում։ Կարծում եմ գաղտնիքներ կա խմորի մեջ, փորձենք այսօր տեսնենք խմորի տեսակը ինչպես կստացվի, որովհետև հատուկ բաղադրատոմս եմ վերցրել իտալական խոհանոցից եւ փորձված բաղադրատոմս է։ Ես գաղտնիքները չես ասելու մեր հերոստատի։ Չէ, գաղտնիքները բոլորը բացեցի։ Պատրաստման գործընթացն է ուղղակի կարևոր այստեղ։ Բազմիցս փորձել եմ այս խմորը ես, իմ ընկերներից մեկը վարպետորեն պատրաստում է։ Հիմա փորձենք հասկանալ այսօր համը կնմանվի դրան, թե ոչ։ Չեմ կարող ասել, որտեղ ամեն դեպքում խմորը ունի նաև իր տիրակալը, հա, ով որ զբաղվում է այդ խմորի հետ կապված հարցերով, նույն բաղադրիչներով դու կարող ես պատրաստել, ստանալ ուրիշ բան, մյուսը պատրաստի, ստանա ուրիշ բան։ Դե հա։ Ձերքը կարևոր է այնուամենայնիվ։ Միանշանակ, եւ մի հիշեցում անեմ հեռուստատիտողին, խմորը պետք է պատրաստել թխվելուց առաջ 1 ժամ առաջ, խմորի չկա իր մեջ, բայց չպետք է թթվեցնել երկար ժամանակ։ Սա խմորը շաղվել է առավոտյան, որպեսզի մոտավորապես 1 ժամ հանգստանա եւ հետո մնացած process-ը իրականացվի։ Հիմա այդքան խմորից ինչքան պիցա է դուրս գալու։ 2 պիցա դուրս է գալու։ 2։ Որովհետև ընդհանրապես պիցան հաստ խմորով չեն անում։ Իհարկե մենք մեզ հայտնի ամերիկանո եւ իտալիանո տարբերակները կա, այդ բարակ շերտով, ընդունված է իտալական տարբերակում հիմնականում մատուցել բարակ շերտով պիցաները։ Մնացած հաստ տարբերակները դրանք օգտագործվում են այլ միջուկային լցոնմամբ կամ այլ բաղադրիչներով, որոնց պետք է ուղղակի կաղապարը հաստ ստանալ, որ միջից դուրս չգա կամ չանջատվի ինչ-որ բաներ։ Շատ լավ։ Դե անցնենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, բայց քանի որ դեռ մի քիչ շուտ է, եկեք լավ երաժշտություն լսենք, որովհետև այն ինչ լսելու ենք, ինչ շատ դուր է գալիս, որից հետո կշարունակենք։ Ես որ նայում եմ այս տեսահոլովակը, երեկվա այդ բանը միջադեպն եմ հիշում, ուզում եմ հասկանամ, երբ որ հատկապես մանկավարժները տենց անբռնազբոս եւ դե երեք էինք, չէ՞, անդրադարձել այդ թեմային, այդ որ տենց անբռնազբոս ասում են գնում ենք Եվրոպա, տենց ուրախացած։ Նախ չեք գնում Եվրոպա, որովհետեւ այն ժամանակ երբ որ խոսվում էր վիզաների հետ, հա, ազատանեկարացման մասին ու այն որ պետք է գնայիք մի հատ պիցա ուտեիք հետ գայիք, այօնակարայի գնայիք Իտալիա, տենց տնեցիքով պիցա ուտեիք հետ գայք, այդքան տարի եք լսում էլի այդ պատմությունը։ Բա ինչի չկարողացաք։ Հա, բայց արի անկեղծ խոսանք, ինչ որ մեկը այս պահին ուզում է գնա Եվրոպա, օրինակ, չգիտեմ, հանգստանալու կամ պիցա ուտելու, ու չէ, ու չի կարողանում գնա, որ մենք պետք է ազատականացնենք։ Չէ, լավ բան է, որ ընդհանրապես ոչ մի երկրի հետ կապված դու դեսպանատուն չգնաս թղթեր ներկայացնես։ Իհարկե գեղեցիկ կլինի։ Չէ, լավ չի, ես կուզեի, որ դեսպանատունը այնուամենայնիվ ունենա այդ ֆիլտրելու հնարավորությունը, որ ամեն մի հանցագործ ու անհասկանալի երևույթ չգա իր երկիր։ Օրինակ մեր երկիրը որ դա չունի, ես շատ նեղվում եմ, լավ կլիներ որ ունենա։ Խոսքս դրա մասին է, մեր երկիրը ունի նայած պետություններ։ Հիմա նայ իմ ասա Ուգանդայից պարտադիր պետք է մտնեն դեսպանատուն։ Հիմա իմ ասածը այն է, որ եթե ես իմ պահով եմ վերցնում, լավ կլիներ, որ ուղղակի տոմսը գնա եւ գնայի, բայց քանի որ դու էլ ապրում ես քո հայրենիքում, քո երկրում ես ապրում, ինչքան վատ կլինի, որ ամեն մեկը տոմս առնի եւ գա։ Չէ, լավ է, բայց այդ մանկավարժը օրինակ այդ ժողովի ժամանակ չասած շատ լավ բան եք ասում, որ գնում ենք Եվրոպա, օրինակ պարոն վարչապետ, բայց իմ աշխատավարձը ինչքան է, որ ես գնամ Եվրոպա, ման գամ։
ունես այդ հնարավորությունը։ Այսինքն դուք բայց կարող է կառավարական ինքնաթիռով են իրենք կռիվել չեն տալիս, հասկանում ես։ Կառավարական ինքնաթիռով են։ Դե կառավարական ինքնաթիռը եմ ասում, այ մոտիկից դուք այդ հաստատ չեք տեսնի, որ երեք ուրախացել եք, որ իրան մոտիկից տեսել եք։ Եվ առասարակ երբ ես իմիջիայլոց չգիտեմ, կան մարդիկ, ովքեր ճանաչեցին իրենց երեխաների մանկավարժներին այդտեղ, շատ լուրջ մտահոգություն պիտի որ ունենաք հասկանալու ով է կրթում ձեր երեխաներին։ Օրինակ ես իմ երեխային տարական դասարանում շատ արագ 1 օրում հանել եմ այդ դպրոցից, երբ որ իր դասղեկը ասաց հետևյալը՝ խայտառակություն է, երբ տղամարդը բռնում է վերարկուն եւ կինը հագնում է։ Ես հենց այդ արտահայտության համար իր համար խայտառակություն էր։ Տղամարդ չուներ դրա համար։ Չէ, ուներ, դարձի պես համետ ուներ, համել երեխաներ։ Բայց երբ որ ես հասկացա, որ ին երեխային պիտի կրթի այդ տեսակ մեկը, ես հասկացա, որ չեմ ուզում, որ իմ երեխան առացարակ առողջություն ունենա նման տրամաբանություն ունեցող մանկավարժի հետ էնել դասղեկ։ Եվ իրականում ամենայն ազնվության պատճառը իմ երեխային դպրոցի տեղափոխելը եղել է հենց դա։ Որովհետև ընթացքում ինքը իր մնացած մտահոգություններով էր կիսվելու եւ երեխան դաստիարակվելու էր։ Ընտանիքի մոդելը, նախ քո ընտանիքի մոդելը անկախ նրանից ստացված է թե ոչ, իրավունք ունես բերել, այո, դպրոց, որովհետև 1000 ու մի բան կարող է լինել քո ընտանիքում։ Եվ երկրորդ, եթե մանկավարժը, որը համարվում է կրթող կարևոր մեկը, հա, մեր երեխաների կյանքում, եթե ինքը անկախ նրանից իր անձնական կյանքում ինչ է տիրում, ինքը կնոջ մոդել է փչացնում, եւ դա կնոջ մոդելը չի, դու տղամարդու մոդելել ես փչացնում, որովհետեւ եթե տղաները լսում են, որ խայտառակություն է վերարկուն, որևէ մեկը ոչ իր մայրիկի վերարկուն կբռնի, ոչ իր կնոջ, ոչ իր քրոջ, եւ եթե օրինակ մենք համարում ենք, որ դա նորմալ է, ուրեմն նորմալ է։ Հիմա ես ասում եմ, որ դուք պիտի շատ անհանգստացած լինեք։ Օրինակ այն մանկավարժից, որն ասում է դե մանր-մունր շատ կենցաղային հարցեր քննարկեցինք։ Մանր-մունր կենցաղային հարցեր մաքսիմում մարդը կարող է քննարկել իր սկեսուրի հետ։ Հա, բայց կենցաղային հարցեր իրանք ինչ են։ Անգամ ընկերուհուդ հետ այսօր, էլ կենցաղային հարցեր չես քննարկում, որովհետև բոլորի կյանքը շատ բարդացել է, ոչ մեկ չի ուզում լսել ձեր կենցաղային խնդիրները։ Ճիշտ հակառակը կարող են ավելի գլոբալ, հա, տենց հարցեր լինել, ընկերների հետ հավաքվեն, հաճելի զրուցեն, որովհետև կենցաղային մանր-մունր հարցեր քննարկում ես անմիջապես կամ մամայիդ հետ կամ սկեսուրիդ հետ։ Վերջ, այդտեղ ավարտվում է կենցաղային մանր-մունր հարցերը։ Գնացել եք վարչապետի հետ, ձեր կենցաղային մանր-մունր հարցերն եք քննարկում ու լուծվեց ձեր կենցաղային մանր-մունր հարցերը։ Դե բայլ ինչ ենք ուզում։ Օրինակ կենցաղային մանր-մունր հարցերը գալիս է ուղիղ աշխատավարձի չափից, ճիշտ է։ Կենցաղային մանր-մունր հարցը ինձ համար է սա, կոմունալ, բան, գույքահարկ, աղբի այդ գումար, բա ինչ ուտենք այսօր, բա փող չկա որ այդ ուտենք, էսա կենցաղային մանր-մունր հարցերը։ Փող չկա որ հաց ուտենք, հարևանն էլ լավ մեքենա է արել։ Այսինքն ոնց դուք կարող եք բանը դե որ գրողին էին երեք ցիտել Հրանտ Մաթևոսյանի այն որ գաղափարներից էր խոսում, այդ բանը փակցրել էիք ու որոշել եք կենցաղային մանր-մունր հարցեր տակը քննարկեիք։ Եվ առասարակ կենցաղային մանր-մունր հարցեր լավ է, լավ, ավելի լավ որ քննարկել եք։ Ես օրինակ այն տարօրինակն են, որ այդ կենցաղային մանր-մունր քննարկումների մեջ որևէ մանկավարժ, որ ամեն անգամ բողոքում էին այն տեստավորումներից եւ այլն, հենց այդ օրը չի բարձրացել, չի ասել, բանը մեր աշխատավարձը երակի անգամ բարձրացրեք, որովհետեւ մենք կենցաղային մանր-մունր հարցեր ունենք։ Իսկ եթե չունեք, ներողություն, ասում եմ խիստ կասկածի տակ եմ դնում, եթե հանկարծ ասում եք, որ չունեք։ Իդեպ, երեք քաղաքի ինչ-որ մի հատվածում երևի մի 4-5 ընտանիք մոտեցավ ինձ, որ եւ շնորհակալություն հայտնեց, որ մենք ամեն առավոտյան ձեզ հետևում ենք, ինչ լավ է, մեր սրտից եք խոսում եւ այլն եւ այլն։ Հա, սրտից եք խոսում, բայց մի բան ինչ է փոխվում դրանից։ Բնականաբար ես շնորհակալություն հայտնեցի, որ մեզ հետևում են եւ մի կին ինձ ասեց, բայց չեք վախենում։ Ասի վախենում եմ, ինչի՞ չեմ վախենում։ Դուք ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք, վախենում եմ երկիր կորցնելուց, վախենում եմ տղես անգրագետ մեծանա, վախենում եմ որ քաղաքում էլ ծառեր չլինեն, վախենում եմ որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը աղտոտված է եւ կարող է մի օր աղբի մեջ խեղդվենք մենք բոլորս։ Շատ բաներից եմ վախենում, իսկ այն ինչ որ դուք ասում եք չեք վախենում, ոչ չեմ վախենում, որովհետեւ ինչի վախենամ։ Սրանից ենկում էլ ինչ պետքա լինի որ բոլորը վախենում են, դրա համար էլ մենք էս օրին ենք։ Այո։ Օրինակ չեք վախենում, հարգելի քաղաքացիներ, որ մոտեցել եք ու շնորհակալություն, որ մեզ հետևում եք։ Չեք վախենում, որ հանկարծ ձեր տղան կգնա մի օր ծառայելու ու կզոհվի այնտեղ։
որովհետև հանկարծ կարող է պատերազմ լինել։ Դրանից չեք վախենում։ Եվ ավելի ցավոտ բան ասեմ, հանկարծ կարող է պատերազմ չլինել եւ հանկարծ կարող է բանակում այնպիսի իրավիճակ լինի, որ ուղղակի անհայտ հանգամանքներում Չէ, իսկ չեք վախենում, որ ձեր երեխաներին օրինակ քարոզում են դպրոցում, ասում են, որ ձեր սեռի ընտրությունը դեռ կարող եք դուք որոշել, երբ ուզեք։ Դրանից չեք վախենում, հետաքրքիր է ձևակերպումները, այս աշխարհում վախի զգացողությունը բոլոր մարդկանց բնորոշ է։ Եվ եթե դուք ունեք այդ տրամաբանության մեջ, ես ասեմ, որ չեմ վախենում, ինչու։ Որովհետև ես ոչ հայհոյում եմ, ոչ անիծում եմ, ոչ ստում եմ։ Ես բարձրաձայնում եմ այն հարցերը, որոնք կան ու բազմաթիվ լրագրողներ են դրա մասին խոսում եւ այլն։ Մի հատ կարևոր բան էլ մարդիկ, ովքեր բացահայտ հայհոյում են ամբողջ կառավարական մարդկանց ամենատարբեր բաներում։ Չգիտեմ, աշխարհի վերջին բառն են ասում, էս են անում են, ինչ է նշանակում վախենում, ես ում եմ հայհոյել, որ վախենամ։ Ում եմ վիրավորել, որ վախենամ, ում եմ ստում, որ վախենամ։ Եթե ստում է, դուք Դավիթին մոտեցել եք, օրինակ կամ ինձ եք մոտենում, եկեք ասեք, ինչի եք սուտ խոսում, այդպիսի բան չի եղել։ Ես էլ խոսեմ, հա, վախենում եմ, որտեղ ոնց որ թե սուտ եմ խոսել։ Ես էլ ձեր հետ միասին լուրերից, տեսնելով, լրագրողների բացահայտումներից ելնելով, մարդկանց պատասխաններից ելնելով հետևություն եմ անում։ Օրինակ վախենամ նրանից, որ երկրորդ դասարանի դասագրքում ասում եմ ինչի եք թուրք գրողի տեղադրել, մենք ունենք այդ տեսակ գրողներ եւ ինչի են մեր մանկության ժամանակ օրինակ հենց այն օրինակ վերեցի Սևակի բանաստեղծությունները մանկական հանվել, փոխարինվել թուրքով։ Հիմա եկեք հասկանանք, սրա ինչից վախենամ։ Ես ընդհանրապես հարցնում եմ, օրինակ դուք չեք վախենում, որ ձեր երեխեն ոչ թե Պարուր Սևակին է ճանաչում, այլ Մահմուդ Օրալին է ճանաչում։ Դրանից չեք վախենում։ Դե վախենալու է, էլի, դա վախենալու է։ Կամ օրինակ վախենալու չի, որ ինչ որ մեկը մինչև այսօր չի կարողանում էլ ապրել, որովհետև ուներ մի թակ տղա, որը մահացավ, որի օրինակ դի վրա չկարողացավ լաց լինել, որովհետև չտվեցին։ Թեկուս մեկ տղա։ Այ դրանից դուք չեք վախենում։ Ես էս իմիջիալոց ասեմ, եթե շատ եք ուզում հասկանալ վախենում եմ թե չէ, մի օր գնացեք Եռաբլուր կհասկանաք, վախենալու է թե ոչ։ Այ այնտեղ լինելը շատ վախենալու է։ Այնտեղ լինելը իսկապես վախենալու է։ Եվ վերջի վերջո թող վախենային մարդը, որ ինչ որ մեկի պատվերն է կատարում, ես էլ իմացեք։ Այո։ Երբեք չենք վախենում։ Ես երկրի քաղաքացի եմ, ես իրավունք չունեմ խոսելու իմ երկրու այն տան մեջ, որտեղ ես ապրում եմ 100 տարի շարունակ, հարկեր եմ վճարում, կրթվել եմ, լավ երեխա եմ դաստիարակել, չգիտեմ, օրինակ ինչից վախ, ինչ իրավունք չունեմ։ Այսինքն ոնց որ մեկը հիմա մտնի, օրինակ դուք, սիրելի քաղաքացի, մտնեք իմ տուն, սկսեք իմ տունը քանդել, փշրել, հայհոյել իմ ծնողներին, իմ երեխային սպառնալ կյանքը, ու ես հանկարծ որ ուզենամ դրան հակադարձեմ, պետք է վախենամ։ Օրինակ դուք կվախենայիք այդ դեպքում։ Ես հասկանում եմ ենթատեքստը, վայ, հեսա կբռնեն, կտանը, չգիտեմ ինչ, դրա համար լսում եմ։ Հենա մեր դերասաններից մեկն էլ էր շատ ճիշտ անդրադարձել դրան, հաջորդ տեքստը եղել էր հետևյալը։ Հիմա կարող է բռնեն, տանեն, բան, չգիտեմ, բոլորս հասկացել ենք, որ արդեն ով խոսա, չխոսա, իր ձևաչափի մեջ խոսա, բռնում տանում են։ Դե երկրի ղեկավարն ասում է, որ ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, հիմա մենք մեր իրավունքից օգտվում ենք, վերջ։ Այդ երկրի ղեկավարից եմ իմիջիալոց սովորել, ազատ արտահայտվել, երբ ժամանակին ինքը падգամավոր էր, շատ հետաքրքիր sense հյութեղ տեքստերով ճշմարտությունները ասում էր միշտ, օրինակ այն որ ասում էր ծանոթ բարեկամ բերել եք, լցրել եք խավոր սանիկ, բան շատ ճիշտ էր ասում այդ մարդը։ Հիմա ես կարամ ասեմ, որ այդ մարդը սխալ էր ասում։ Այդ մարդը ճիշտ չէր ասում, որ բերել եք, լցրել եք այսքան տեսախցիկները, սարքել եք քաղաքացուն տուգանքի առարկա, ամեն վարքյան տուգանում եք, ամեն ինչը մենաշնոր է, չեք թողում այս մարդը կապեն, աշխատավարձները մանկավարժի ցածր է, կոռուպցիա կա, կոմունալները չեն կարողանում վճարեն, չեք տեսել։ Ճիշտ էր ասում։ Ես իրանց եմ սովորել, որ պետքա բարձրաձայնել խնդիրները։ Ինչի պարտադիր է падգամավոր լինես, որ խնդիրների մասին խոսես։ Ո՞վ ասել, որ պետքա падգամավոր։ Հիմա երբ որ ծառերը կտրում են, չենք կարում շնչենք, երբ որ բուսաբանական այգին քանդում են եւ շենքեր են կառուցում, երբ որ կրթությունը խայտառակ վիճակում է, երբ որ թուրքական մշակույթը, չեղած մշակույթը մտնում Հայաստանի Հանրապետություն ու չես ուզում որ գողացան, մեզ էլ այսօր ասում են չես ուզում երեխեդ թրքանա, դրանից չվախենանք, վախենանք թե կարողա վաղը մեզ ասեն բան չեք խոսում, հա թող ասեն։ Մենք էլ կասենք ինչ ենք խոսում։ Ես իրենցից շատ լավ օրինակ եմ վերցրել արտահայտվելու, իմ ուսուցիչները իրենք են։
Օրինակ, երբ որ Ալեն Սիմոնյանն ասում էր փողզիջում բառը առհասարակ պիտի դուրս գա բոլորիս խոսույթից, ով է իրավունք տվել, շատ ճիշտ էր ասում։ ճիշտ էր ասում այդ մարդը։ Այդ մարդը սխալ էր ասում, ասում է ո՞ց կարանք հիմա ստենք, ասենք այդ մարդը սուտ էր ասում։ Բայց եթե կա դրան օրինակ հակադարձ իրողություն, բայ այս դեպքում ինչ անենք։ Ես ձեզ ասում եմ, օրինակ դուք չեք վախենում այն փաստից, որ դուք գաղափար չունեք ձեր երեխեն ինչ մակարդակի է սովորում դպրոցում։ Դուք չգիտեք այդ մասին, որովհետև ձեր երեխան նույն դասարանում չի մնում։ Օրինակ տեսեք, ես ոնց չընդունեմ այդ մարդու ճշմարտությունը։ Այդ մարդը ճիշտ էր ասում, չէ՞, երեք որ ասում էր մնացել ենք նույն դասարանում 7 տարի։ Այսինքն դրա տրամաբանությունը ո՞րն է, որ երբ որ դու դասդ լավ չես սովորում, ոնց որ եւ ձևակերպես, մենք մեր դասը չենք սովորել, 7 տարի մնացել ենք նույն դասարանում։ Սրա տրամաբանությունը ժամանակին նստած է, որ եթե մարդը չի սովորել, չի հանձնել այդ տարվա բազան, ինքը պարտավոր է մնալ նույն դասարանում, որ սովորի եւ հանձնի։ Որ սովորի հանձնի, որովհետեւ չես կարող անցնել առաջ, եթե մի բանը դեռ չես հաղթահարել։ Հասկանում եք։ Այսինքն դու իրավունք չունես տեղափոխվես երրորդ դասարան, օրինակ պայմանական, եթե դու դեպքում այդ մարդը հասկանում է, որ մնացել է 7 տարի նույն դասարանում, բայց դպրոցում օրինակ չեն հասկացել, որ պետքա չփոխադրվի երեխան։ Դա լինի ցուցիչ։ Օրինակ կար հետեւյալ ձևը, վերաքննություն էին դնում, ամռան ընթացքում թույլ էին տալիս երեխային իր չհանձնած դասերը սովորել, վերաքննություն տա, եթե հանձնեց վերաքննությունը, որը նորմալ էր, այդ երեխան կփոխադրվի, եթե չհանձնեց նորից, այսինքն 3 ամսվա ընթացքում ինքը չաշխատեց, ինքը կմնա նույն դասարանում, ինչն է այստեղ անարդար։ Բայց եթե իմ երեխային տեղափոխում են, ես նորից եմ ասում, այն ժամանակ էլ կային այդ ծանոթ բարեկամները, տնօրենը ասում էր չէ դրեք, չէ, մեկը մնում էր, մեկը չէր մնում։ Հիմա բացառապես որևէ մեկը չպետք է մնա։ Եվ դուք գնահատական չեք ստանում, դուք չգիտեք, ձեր երեխան որ 4 է ստացել միշտ ֆիզիկայից, ուրեմն վատ չի, երեխան դե ֆիզիկա տենց չի սիրում, շատ բան, բայց վատ չի։ Եթե 3 է ստացել, ուրեմն աշխատավարձ տեղ ունենք։ Էլի, հա, բայց կարող է ֆիզիկայից 3 է ստացել, փոխարենը հայոց լեզու, գրականություն, չգիտեմ, 1000 ու մի առարկա 5 է ստանում, այդ մարդը սիրում է։ Օրինակ ես 5-ին գումարած էի ստանում հայոց լեզուն եւ գրականությունը, մեկ էլ ռուսերենը։ Բայց իմ ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան էլ մեկում մեջ տենց լինում էր, տենց հետաքրքիր բաներ, բայց դրանք միշտ եղել են 4-3։ Ես չեմ սիրել մաթեմատիկա, ֆիզիկա։ Ու նշի որ պետքա բոլոր առարկաները սիրեն։ Չգիտեմ։ Հիմա մարդկա կենսաբանությունից է լավ։ Պատմություն եմ սովորել, անգլերենը երբ որ նոր մտա մեր ժամանակ 4-րդ դասարանից նոր անգլերեն էինք անցնում։ Անգլերենը վատ չէր, 4 էր, վատ չէր, հիմա անգլերեն էլի շատ վատ գիտեմ։ Ինձ չի որ բանա փոխվել, այն ժամանակ կարող ավելի լավ գիտեի։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, բայց իմ տանը իմ ծնողները գիտեին, այս երեխեն, այս սրանից լավ է, սրանից վատ է։ Չես կարող օրինակ իրարամերժ հայտարարություններ անել, չնայած մեր իրականության մեջ դա ստացվում է, բայց եկեք հասկանանք, մենք բացառապես անում ենք այն, ինչ ժամանակին տեսել ենք այսօրվա կառավարության անհատներից, ովքեր ամենայն ազնվորեն բարձրացնում էին խնդիրները։ Խոսում ենք։ Այո, եւ ես մտածում էի ինչ ճիշտ է, բրավո, ես օրինակ ասում էի տենց։ Եվ հիմա հասկացել եմ, որ իրանք ինձ ճիշտ են քարոզել, այդպես պիտի լինի, պիտի խնդիրները բարձրաձայնես։ Հիմա ես ուզում եմ հետեւյալը բարձրաձայնել։ Եթե մենք խոսում ենք կրթության նորաձևությունից, ոչ թե պարտադիրից, ես այդ կրթության նորաձևության մեջ ուզում եմ հասկանալ, ոնց եք դուք երեխային կրթում, եթե անկախ նրա գիտելիքներից դուք իրեն տալիս եք ատեստատ։ Հասկանում եք, դուք տալու եք ատեստատ, անկախ ամեն ինչից, այդ երեխան գնալու է բուհ, չգիտեմ ինչ։ Բայց այստեղ մի հատ ուրիշ վտանգ կա։ Այն սովորող երեխեն, ով որ տանջվում սովորում է, որովհետև սովորելը իրականում հեշտ բան չի։ Ինքն էլ է ստանում ատեստատ, նա է։ Ինքն էլ է ստանում ատեստատ, նա էլ է ստանում, սովորող երեխեն ավելի շուտ կդառնա չսովորող երեխա, մեկը ստանալու ատեստատը, քան չսովորողը, օրինակ կվերցնի սովորողից, որովհետև երեխաները բնականաբար երեխաներին պետքա մի քիչ ուշադրության կենտրոնում պահես, որ սովորեն, ստիպես, որ սովորեն։ Դե հիմա նայիր, ախր մենք այսքան ասում ենք, ու տես իրականում ձևակերպումը էլի շատ վտանգավոր է, որտեղ մարդիկ ասում են հետևյալ են, որ ասում են պատասխանատվությունը թող ընկնի իրանց վրա։ Հա, դուք շատ ճիշտ եք ասում, մեր սրտից եք ասում, բայց վաղը որ մի բան լինի, թող իրանց լինի, մենք ինչ գործ ունենք, հանկարծ չխառնվենք, հանկարծ այդ խնդիրը չբարձրացնենք, մենք, որովհետև վախենում ենք։
Այն որ ասում է վախենալով մեռի, բայց վախենալով մի ապրի։ Այդ իսկապես շատ ճիշտ է, որտեղ վախենալով ապրելը մահին հավասար է։ Ամեն ինչից վախենալ։ Վախենալ սիրել, վախենալ ճշմարտությունը բարձրաձայնել։ Իսկ ես չեմ ուզում ստրուկ լինել։ Իսկ ստրուկ դառնում են նրանք, ովքեր կրթություն չունեն։ Հիմա ինձ համար այն բոլոր մանկավարժները, որոնք իրենց թույլ տվեցին նման ձևակերպումներ, սա շատ վախենալու է։ Որովհետև երբ որ մեկն ասեց ես իրան մոտիկից եմ տեսել, այն մեկը դուք հասկանում եք 3 ժամ հանդիպումից հետո դուրս գաս, անհնար է, որ մարդը գնա որևէ սեմինարի, որևէ այտենց մեծ ժողովի, որտեղ իբր գրագետ մարդիկ ինչ որ դասախոսություններ են կարդում, դու դուրս գաս այնտեղից ու ինչ որ մի գիտելիք բացահայտած չլինես, որովհետև բոլոր հանդիպումները պիտի լինեն գիտելիքի մասին։ Ճիշտ է։ Հիմա մեկը կարող է գնալ գիտելիք ձեռք բերել բժշկության մասին, որը լինում է, մեկը օրինակ խոսքի կուլտուրայի մասին, որի հանդեպ իհարկե դուք տենց անտարբեր եք, դուք գաղափար չունեք անգամ ինչ է նշանակում խոսքի մշակույթ։ Այն մեկը գնում է, չգիտեմ, դիմահարդարում է սովորում, բայց որ դուրս է գալիս այնտեղից ու հարցնում ես, ասում է, «Ո՞վ ես բացահայտեցի, որ դիմահարդարման մեջ լույսը եւ ստվերը, չէ՞, դու հասկանում ես, ահա, ինչ որ բան ասում, ինքը հասկացել է, որ կա լույս ու ստվեր, եւ սրա մեջ պետք է մարդը ստեղծագործի»։ Հիմա 3 ժամանոց հանդիպումից հետո բացառապես ձևակերպումներ կարող եք մտնել այդ տեսանյութը նայել, այդ ես չեմ հորինել։ Այդ մարդիկ են էլ մանկավարժները, ասում են հետո 3 ժամից հետո կարա մարդը ասի 2 բառ։ Շատ լավ էր մենք գնում ենք Եվրոպա, քննարկել ենք մանր մունր կենցաղային հարցեր։ Երրորդն ասում է, ես իրան մոտիկից տեսա։ Էլ մեկն էլ ասեց, այո, ես նեղվում էի կրթությունը նորաձևի արտահայտությունից, բայց ես հասկացա, որքան գեղեցիկ է կրթվելը։ Հիմա ես չեմ, դուք եք։ Ժողովուրդ, ես վախում եմ, եկեք, ես ահավոր վախում եմ։ Բայց հիմա դուք եք, չգիտեմ, չեք վախում։ Մի հատ հարց։ Վախենալու է հիմա, որ այս մարդիկ կրթում են ձեր երեխեքին։ Ոնց 3 ժամ ննդեղ նստած ելնես ու մի բան սովորած չլինես, այն էլ այն գրարման տակ, որտեղ ասվում է, փոխել էին, դե արդեն ճիշտն էին դրել, այսքան, հետորը ճիշտն էին դրել, այսքան պարտվես ու հաղթել չսովորես, դուք հաղթեցիք փաստորեն։ Կամ ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում, ես իհարկե չգիտեմ ինչ առարկա է դասավանդում, բայց Հայաստանի Հանրապետությունում դպրոցում աշխատող մանկավարժը ասի հետևյալ արտահայտությունը. շատ լավ հանդիպում էր, ընտիր, մենք գնում ենք Եվրոպա։ Կարող է մարդիկ թռել են Եվրոպա։ Պատկերացնես գնաց Եվրոպա, մեկ էլ մի հատ մանկավարժ դուրս գա, ասի շատ լավ հանդիպում էր, մենք գնում ենք Հայաստան։ Ուսաղ ասեն, բայց մի րոպե, մենք Եվրոպայում ենք ապրում, ինչ ենք գնում Հայաստան, ինչի տեղից դուրս եկաք, հասկացաք, որ պիտի գնանք Եվրոպա։ Մտում Հայաստանը շատ եք հորով մորով արել, հիմա էլ գնում եք Եվրոպա։ Հայաստանը լրիվ վարի են տվել, որոշել են Եվրոպան էլ վարի տան վերջանցնեն։ Ասում եմ գնում եք Եվրոպա։ Ես մինչև այսօր այդ արտահայտության հետ, այդպես բան եմ, արդեն ծիկեր ասկսում։ Որովհետև ես այդ արտահայտությունները ասող մարդկանց, արա գնում եք Եվրոպա, ինչ անեք։ Խնդիրը գնալու մասին չի ֆիզիկապես, ժողովուրդ, դուք հասկացել եք, չի արտահայտությունը որն, այսինքն Հայաստանը իր ձևով բնույթով գրվում է, հա, գնում է Եվրոպա։ Այսինքն դուք ձեր ազգայինը, մշակույթը, ձեր լեզուն, ձեր խոսքը, տենց հորով մորով եք արել, տիրապետում եք ամեն ինչ, էլ արդեն ձեզ Հայաստանը հետաքրքիր չէ, այնքան շատ եք, որ չեք տեղանում, չգիտեմ ուր եք հասել, հիմա էլ գնում եք Եվրոպա։ Կամ չեք հասկանում, որ Եվրոպայում այդքան անկեղծ Եվրոպայում շատ լավ օրենքներ կան, Եվրոպայում բավականին լավ բաներ կան, բայց ոչ մի լավ բան, այդ լավ կոչեցյալից ոչ մի օրինական, չգիտեմ, ոչ մի լավ բան, լավ օրինակ չի եկել Հայաստան, որովհետև այն ինչը որ գալիս է Հայաստան, դա Եվրոպայի հատուկ կազմակերպությունների կողմից մեզ ստիպողաբար այս կամ այն հիմար օրենքը ընդունելու մեջ է։ Մի րոպե, այդ ժամանակ այն սկզբերին չէիք հիշում, որ այդ ԼԳԲՏ երևույթը, հա, ոնց էր պրոպագանդվում, եւ հենց այն ժամանակ մտավ 14 տարեկանից, մի րոպե, որ դասարան էր 6-րդ դասարանից, որ մտավ սեռական դաստիարակությունը ու փոխարենը դուրս եկավ ռազմագիտությունը եւ կրոնի պատմությունը։ Հեչ չվախեցաք դրանից։ Բայց ես օրինակ ահա որ կվախենայի, եթե իմ երեխան գար ասեր, մենք այսուհետև բան ենք անում, սեռական դաստիարակություն ենք անցնում 11 տարեկանում,
կամ 14 տարեկանում, ինչ տարիքում ուզում է լինի, դպրոցի տարիքում։ Ու ենթադրենք իմ երեխային քարոզում են, ասում են դու իրավունք չունես տարօրինակ նայելու են փաստին, որ օրինակ ձեր դասարանից մի հատ տղա որոշել է, որ ինքը տղա չի։ Կամ մանկավարժ ասի, տենց բան, հիշում եք ինչ բունտ եղավ նահանգներում։ Ծնողները որ կանգնած ասում էին ոնց իմ երեխային ինչի եք հորմոն առաջարկում, ինչ եք իմ երեխային ասում, դու դեռ կարող ես որոշել քո սեռը։ Այսինքն Աստված որոշել է քո սեռը։ Կամ հիմա որ Եվրոպայում գիտեք ինչ է կատարվում, սիրելի մանկավարժներ։ Եվրոպայում մարդը սկսում է չորեքթաթ քայլել, ասում է ես խոզ եմ։ Ինձ զգում։ Արդեն ոչ միայն Եվրոպայում, իդեպ ես ասեմ արդեն եւ Ռուսաստանում, եւ նաեւ այդ վարակը կամած մտնում է Հայաստան։ Մեկ դեպք եղել է Հայաստանում արդեն։ Ոստիկանության աշխատողը Ռուսաստանում ասեց, դե եթե դուք ձեզ կատու եք զգում, դուք պատվաստվել եք։ Հիմա ես ձեզ պիտի տանեմ իմիջայլոց անասնաբուժի մոտ, պատվաստենք ձեզ բանի դեմ, կատաղության դեմ։ Երկրորդը դուք իրավունք ունեք մեքենա վարելու, որովհետև ձեր տերը պիտի մեքենա վարի, եթե ձեր տերն էլ իրեն մարդ է զգում։ Եվ նաև դուք տեր պետք է ունենաք։ Դուք տեր պետք է ունենաք, ինչ որ տենց վսկապ պետք է ունեն, այդ բաներից պետք է ունենաք։ Մի խոսքով։ Եվ այլն եւ այլն։ Ասեցես բաներ պետք է ունենաք։ Ականջին պլաստմաս փոքրիկ այս կամ պլաստմաս պետք է խփեն։ Հա, որ ինքը ստերջացված է։ Եվրոպան է, որտեղ խելակորույս բան է կանում, գնում եք։ Ես անուշիկն էլ հետս միասին կարող ենք եվրոպական որ երկրի անունը տակ կարող ենք մենք ասել հենց հիմա այնտեղ ինչ է կատարվում, օրինակ Ֆրանսիայում դուք ֆրանսիացի չեք տեսնել, կոմ մեծ քաղաքներում, օրինակ Փարիզում։ Բայց գնացեք այնտեղ իմիջայլոց լիքը առնետ կա։ Վենետիկում իդեպ ես ասեմ Իտալիան շատ գեղեցիկ է, ես ոչինչ չեմ կարող վատ բան Իտալիայի մասով ասել, բայց ինչ գեղեցկություն է շենքերի էջ արտահայտությունը։ Այո, բայց Վենետիկի այդ առավոտը 5-ի 6-ի մինչև լավ ախր, բայց հիմա մենք չենք խոսում ֆիզիկապես գնալու մասին, ֆիզիկապես էլ չեք կարող գնալ, որտեղ այդ վիզա մենք օրենքների մասին ենք խոսում, մենք օրենքների մասին ենք խոսում։ Ոչ մանալ չեղավ, այդ դուք այդ որ պետք է գնաք, լավա գիտեք այդ հայտնի, հա, բանով չվերթով գիտեք արդեն ինչ ծախս է դառնում ի վերջո եւ այդ ամենը ընդամենը միֆ էր։ Բայց այդ չի հարցը, ֆիզիկապես կգնաք, չեք գնա, այդ չի, այսօր այն ժամանակներն են, որ բոլորն էլ կարողանում են գնալ, հանգստանալ գալ։ Երբ որ դուք ասում եք մենք գնում ենք դեպի, ես իմիջայլոց այնպես չի որ սա սովորական քաղաքացիներն են ասում, ինձ համար կան շատ իրականում ինտելեկտուալ լուրջ կրթություն եւ չգիտեմ մտածելակերպ ունեցող մարդիկ, որի հետ օրինակ էլ իրանք էլ են համաձայն։ Բայց նախ ես էլ իրանց հետ համաձայն չեմ, ու ես ասում եմ այդ մասին։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես չեմ ուզում ոչ միտեղ գնամ։ Եթե մենք խոսում ենք օրենքների պահպանումից, որովհետև Եվրոպայում պահվում է կամ բոլորն են օրենքի հետ հավասար եւ այլն, դրա համար Եվրոպա պետք չի գնալ։ Ուղղակի այդ մոդելը վերցրեք թե օգտագործեք։ Հա, մի վերցրեք, այդ մոդել չի, որ Եվրոպան ունի, այդ աշխարհի, չգիտեմ, Աստծո ու օրենքն է, ով ասել դա Եվրոպայի օրենքն է, չանշանակում Եվրոպայի օրենք։ Այ մտահունը դնենք Եվրոպայի կամ Ամերիկայի օրենք։ Եթե ես արել եմ որևէ սխալ ու պատժվում եմ դրա համար, օրինակ երթևեկության մեջ խախտել եմ կանոնը, ուրեմն պետք է բոլորը, անկախ նրանից իրենք հայտնի մարդիկ են, կառավարության աշխատողներ են եւ այլն։ Սա խոսում է օրենքի, դրա համար ինչ են ասում դատական համակարգը պիտի անկախ լինի, չէ՞։ Որ այսպես ասած այս օրենքը գործի բոլորի համար եւ լինի արդար։ Որովհետև այն կշերքը որ տեսել եք, այն որ այն աղջիկը լավ էր գրել, Մկիթար Գոշի արձանը տեսել եք, ձևակերպումը այնքան էլ չգիտեք այդ կշերքն ինչ է, ձևակերպումը եղել է հետեւյալը։ Կնիկ էս տերնով է որ ձեռը ոսկերի չի կշերքը։ Այսենց եք դուք իրականում ճանաչում այս Հայաստանը։ Այսենց եք ճանաչում, դրա համար էլ ասում եք գնում ենք Եվրոպա։ Մի խոսքով մենք մնում ենք Հայաստանում։ Իսկ այդ օրենքները Եվրոպայինը չի, Եվրոպայից ինչ որ մի բանը, չգիտեմ, Միշել չի ծնվել այդ օրենքը հորինել, դա օրենք է աշխարհի ու տիեզերքի։ Ու դարեր հետ գնացեք, այդ օրենք է, որովհետև արդարություն պիտի ունենաս քո շրջապատող մարդկանց հանդեպ, քո ապրելու ձևի մեջ եւ իհարկե երկիրն էլ իր օրենքներում։ Եվ այդ ամենը պահպանելու համար հեչ պետք չի ինչ որ ուրիշի բանը իզմերը վեկալել, կիրառել ձեր ներսում։ Այմարդ, եթե ինչ-որ Միշել էլ կա, որ ընտիր օրինակ չգիտեմ, եղել է վարչապետ, օրինակ, եւ լավ օրենք ընդունել, ինքն է ընդունել այդ օրենքը, կարող ես այդ օրենքը օրինակը վերցնել եւ օգտագործել, պետք չի դրա համար ոչ միտեղ գնալ, որովհետեւ վերջի վերջո այս աշխարհում
օրինակները կարողանում ես դու վերցնես եւ օգտագործես, որովհետեւ դու այդ երկրների հետ ունես դիվանագիտական հարաբերություններ։ Պետք չի քեզ ինչ-որ բան ստիպեն, մի հատ էլ գրանտեր ուղարկեն քեզ, մի քիչ էլ փող ուղարկեն ու ստիպեն, որ օրենքներ ընդունես։ Դու էլ փողը վերցնելու խաթր ինչ-որ օրենքներ ընդունես։ Եվ փաստացի իրականում մեր թշնամի երկիրը հաղթեց ու շարունակում է, այսպես ասած, իրեն ուժեղացնել, տարօրինակ է լրիվ հակառակ ձևով։ Ինքը ել ավելի է մեծացնում ազգայինը իր մոտ, ել ավելի է առաջ քաշում հանրության առաջ ավանդույթների իր։ Չեղած ազգային իմաստն է խոսքը։ Չեղած, այո։ Ավանդույթները, որով ինքը ապրել է անգամ գեղեցկացնելով առաջ է քաշում, տարածում է, պրոպագանդում է բոլոր հնարավոր տարբերակներով մեծ գումարներ է ծախսում դրա համար եւ արի ուտես, որ փաստացի է ճիշտ, երբ որ դու քո ազգային ու մշակույթը ու քո այն տեսակը, որով այդքան տարբերվում էր աշխարհում Հայաստանը իր տեսակով, իր հարաբերություններով, փոխհարաբերություններով, ընտանիքի մոդելով, չգիտեմ, կին-տղամարդ փոխհարաբերություններով, այդքան տարբերվում էր առանց այն ծայրահեղությունների, ժողովուրդ։ Անընդհատ այդ մասին ասում եմ, ծայրահեղություններ ինձ օրինակ մի բերեք։ Ես խոսում եմ մեծամասնության մասին ու ընդհանուր։ Այն իրական արժեքների մասին, որոնք շատ սիրուն են եղել են մեր հայ իրականության մեջ շատ ավելի դարերի անցյալում։ Հələ որ մի քիչ էլ մնացել են, մի քիչ։ Դա մի քիչ, շատ քիչ տոկոս, կարող է 10%, չգիտեմ։ Եվ իրականում մենք այս մասին ենք խոսում։ Եվ եթե ձեզ թվում է, որ այս ամենը քանդեք, ջարդեք, փշրեք, մոռանաք, գնաք ու այնտեղից աղ բերեք լցնեք այստեղ, այդ ժամանակ լինելու է շատ ավելի լավ, խնդիր չկա, արեք, հետո հետևանքների մասին, չնայած հետևանքներն արդեն երևում են, բայց եթե տենց տեսանելի չեք տեսնում, ամբողջությամբ քանդեք, հետո հետևանքները կերևան, ինձ թվում է։ Խոհանոցում շատ Իտալիա վիճակ է։ Բուրում է շատ համեղ։ Իտալական պիցան պատրաստ է, բայց իտալական դանակիկը չկա։ Դանակիկը գնացել է արձակորդ։ Այո։ Հիմա այս սուրեկ գոնե։ Իսկ դա ո՞րն է անկեղծ ասած ես չգիտեմ։ Կկտրի, որովհետև խմորը փափուկ է շատ։ Այն անիվի նման դանակի մասն է խոսքը պիցա կտրել։ Հա։ Ես մտածում եմ շատ փափուկ է, այնպես որ դու կարող ես կտրել, որովհետև իտալական խմորը երբեք չոր չի լինում։ Հետևաբար լավ ստացվել է կարծում եմ։ Ուրեմն միջև Անուշ ջան կկտրես, ես հիշեցնեմ հեռուստատողին, մենք պատրաստել ենք այսօր իտալական խոհանոցից երկու տեսակի պիցաներ, մեկը խոզապուխտով տարբերակն է, մյուսը պեպերոնի երշիկով։ Իդեպ ասեմ, որ եզրային շերտերը, որոնք որ տեսնում եք այդպես ոլորված տարբերակով, եզրի մեջ ոլորված է մեկինը խոզապուխտ, իսկ մյուսինը հալվող պանիր։ Այնպես որ դա դատարկ չէ։ Այդ պահը տեսել եմ, որ արել ես։ Ուրեմն ինչ ենք անում, խմորը նախապես պատրաստվում է, խմորի համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, իհարկե նաև աղ, բոլորի համար 1 թեյի գթալի մասն է խոսքը, ավելացնում ենք նաև ձիթայով 90 միլիգրամ, ավելացնում ենք ջուր եւ իհարկե ալյուր։ Շաղախում ենք 2 ձու ենք ավելացնում եւ ամբողջացնում ենք այս խմորը թողնելով 1 ժամ։ Հետո ստացվում է շատ փափուկ խմոր իհարկե, բացում ենք ֆորման տալիս ենք պիցայի, վրան ավելացնում ենք ցանկացած պիցայի բաղադրատոմս, որովհետև բաղադրատոմսերը տարբեր են, կոնկրետ այսօր ես պատրաստել եմ պեպերոնի տարբերակով, երշիկով, այսինքն տարբերակը մոցարելա պանրով եւ իհարկե հալվող։ Որ այսպես կտրեմ, սրան երշիկ չի ընկնի։ Երշիկ այսպես կողտուր։ Եվ վրան ձիթապտուղ է ավելացված։ Անշիկ էլ մի կտրի լավ է։ Հիմա բավական է, հիմա դուք համի մասին ասեք, փորձեք։ Սպասիր մյուսն էլ կտրեմ այդ դեպքում։ Այս մեկը մի քիչ ավելի հեշտ է։ Որի եզրերում է խոզապուխտը եւ որինը պանիր։ Սա պանիր է։ Սա պանիրովն է, դա խոզապուխտով է, այո։ Սպասիր։ Եվ կարևոր բաղադրիչներից մեկը ձիթայողի առկայությունը, հատկապես որ պետք է ձիթապտղի ձեթ լինի, որովհետև այն հետաքրքիր փափուկություն եւ համ է փոխանցում նաեւ ամբողջական պիցաներին։ Իրենք արտաքինից այդպես բավական շուտ է եփում իդեպ ասեմ, մոտավորապես երևի 10 րոպե է եփվել, ոչ ավել։ Իսկ համի մասին եւ փափկության մասին փորձելուց հետո միայն կարող ենք ներկայացնել եւ ասել։ Absolutely։ Իդեպ ասեմ, որ պիցայի հետ կարելի է մատուցել։ Պիտի որոշենք ով որն է սիրում։ Չգիտեմ, ուտելուց հետո դա ասում եմ։ Իսկ ինչ վերաբերում է վրայի թանձրուկին, որը օգտագործել ենք, դրա մասն էլ ասեմ, տոմատի մածուկ ենք օգտագործել, օրեգանո կանաչի եւ իհարկե չոր ռեհան, մի փոքր էլ ուրեմն շատ կծու պղպեղ ենք օգտագործել, փաթիլներ այս դեպքում, ոչ թե աղացած վիճակում։ Շատ համեղ է, որ ես կերա։ Այսօր պետք է պիցան ցանկության դեպքում քեզ կանչել։
Եվ խնդրել, որպեսզի պատրաստես, Մենք որովհետև անձեռոցիկ ունենք։ յուղ է եղել։ Մենք անձեռոցիկ ունենք Այո, խոհանոցում։ իհարկե։ Կարելի է։ Ընտիր, Շնորհակալ եմ, շատ համեղ է։ Անկեղծ շատ համեղ է։ շատ համեղ է։ Ինձ թվում է, բայց տեսքից էլ է երևում, որ համեղ է։ Եվ մեր կտրելու ընթացքում խոշոր պլանով հաստատ հասկացաք, որ համեղ է։ Պատրաստման եղանակն էլ հիմա կասեն խմորը պատրաստելը հեշտ չէ, բայց ոնց հասկացա, Վահեն ասում է մի ժամ ժամանակ է պետք խմորին ամբողջությամբ, այո, գրագետ եմ, որ ասում է վիճակի բերել։ Ու էսեն դեպքում, երբ պիցայի համար նախատեսված ջեռոցը լրիվ ուրիշ է լինում, Վահենը հրաշքները գործում է այն ջեռոցում, այն ինչ որ մենք ունենք, որը որ պիցայի համար չի նախատեսված միանշանակ։ Այդ պահը ճիշտ է ասում, որտեղ այո, պետք է լինի քարից տարբերակ, որտեղ խմորը այդ դեպքում այլ կերպ է եփվում, այս դեպքում այլ կերպ է եփվում, բայց գույնը լրիվ ուրիշ է լինում եւ այնտեղ ավելի շատ նման է լինում լավաշի այդ մակերեսի։ Բայց ֆանտաստիկ համ ունի։ Շատ Բայց համեղ ճիշտ է։ է, որ ասեմ, այդ շատ բարակը այդքան էլ չեմ նախընտրում, այս տարբերակը լավ է։ Բան չես զգում այդ շատ։ Ես նախընտրում եմ բարակը, ուղղակի պետք է 4 հատ ուտես, որ ընդհանրի։ Ինձ թվում է մեկ մեծ պիցան կարելի է փաթաթել ու այդպես բրդուճ գոնե ուտել, բան հասկանալու համար, որովհետև մեկ կտորով եթե ոչինչ չի։ Շատակերներին բացահայտեցինք, սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ տեսնում եք, ասում ոնց են մեկնաբանում իրենք այդ բարակ շերտ պիցան։ Ունդեղ իտալացիները ինսուլտ են հիմա տանում։ Բայց Եվ շատ իրականում, բայց այո, դա պրոֆեսիոնալ տարբերակն է, իսկ Վահանն էլ իսկապես շատ եմ ասում է տնավարի պատրաստել է շատ համեղ։ Սիրելի հեռուստադիտողներ, դե մեր առավոտը այսօր էլի էսպիսին էր, ձեզ հետ միասին փորձեցինք անդրադառնալ այն ամենին, ինչի մեջ բոլորս ապրում ենք եւ շարունակում ենք թե անհանգստանալ, թե զրուցել, թե կիսվել։ Հուսանք, որ մեզ հետ հաճելի էր, ձեզ լավ հանգստյան օրեր ենք իհարկե մաղթում, բայց մի հեռացեք, որովհետեւ դեռ տեսանյութ ունենք, ինչի վիտամինների մասին է մեր տեսանյութը, քանդակագործի մասին է մեր տեսանյութը։ Հաջորդիվ կավարտենք, այո, հետաքրքիր մշակութային տեսանյութով, իսկ ձեզ ասում ենք ցտեսություն։ լավ մնացեք։ Ցտեսություն։